39 ընկերներ, տառերն ունեն անուններ, դառնում են միասին բառեր ԱՊԿ ԴԵՍ ԷԸՑԺԻԼ Սերունդներին փոխանցենք Այ բուբենն է մեր հայոց Նրա տառերն են ոսկեզոծ Հնչյուններն են զանազան Ձայնավոր և բաղաձայն ԱՊԿ ԴԵՍ ԷԸՑԺԻԼ Սերունդներին փոխանցենք Այ բենգի դայեցա էաթո ժեինելյուն խեցակեն հոթեղատ ջեմեին ուշավո չապեջերասևե դյուրեցո դյուրում պյուրքե և մնաց որ երկեհեք Եվ օֆը Այ բենգիմ դայեցա էաթո ժեինելյուն խեցակեն հոթեղատ ջեմեին ուշավո չապեջերասևե դյուրեցո վյում պյուրքե և մնաց որ երկեք և օֆը Եվ մնաց, որ երկենք, և ով է Երբ մենք ճումեղ մութեթեմ
Շմարդի կոչով, իրոք շմարիտ գոչով։ Ձեռներ պես հայոց, ձեռներ պես պատ, մեր պապեն նման, լինենք ամուր ապատ։ Հիմա մենք արդեն կարող ենք գոչել, որ զգար շղալ իրական, ընկերներ ենք մենք համերս, ուսուսի տված, աղզնի գուխիզա։ Սիլ ու ծաղիկ դաշտ ու անտառ, ծիծաղով են արթնանում, ծիծեռնակն էլ իր վաղեմի տունն է շինում նորովի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք հայրեն, ծառեր սիրուն, այսօրանից իմ եք հավատ, կյանքի բոլոր ճամփաներում։ Բացել ես իմ դեմ, ոսկեղ են հեռում, ծաղկել ես սարում, անտառում, արտում, ուրիշ երգեր են հնչում իմ սրտում, ողջույն քեզ,
մեր, ամրացել, դարձել երկաթագիր, քարերին են գրվել տարերը մեր։ Րոպես դու այսուհետև, այնպիսի բա երջանկության, որ դեպի մեզ պիտի թեքի, ծրված բախտի անիվը մեր, թող արևը կենսապատկեր, մեր տան վրա աչքը բացի, և վերջապես հասնենք մի օր մեր երազած հաղթանակին։ Լսեք մեզ սիրով ու համբերությամբ, նաև հավատով ու վստահությամբ, որոնցով զինված մենք մտանք դպրոց ու սովորեցինք գրերը հայոց։ Դու այգում է մեր հայոց աչին դպրոց, կոմենտարու ու հաչու երկ է կարկաչու։ Մայս փոքրիկ կյանքում կամ մի աշխար ուսավոր, այսօր վերջին էզդ եմ փակում, այբենարան իմ փարավոր։ Քար եմ, քնար քնքուշ քույրիկ, քարի երկիր թաղցր անուշիկ, քարից կերտած քաղաք հավայր, իմ Երևան։ Եվ երազանքս է պատմող աննայքով, այններ մեր բոլոր անունը դպրոցի բացի պայր։ Շատ լավ հիշում եմ աշնան այն օրը, և դպրոց մտա առաջին օրը, կթոջախն այշեն, բացեց իր ջիրկը, մենք դարձանք արդեն մեծ ու արշանի անգին թորնիկը։ Սա ապրելու գաղտնիքը բերվեց, այ մենք իմ դասա է մեր զենքը, թշնամուսուրը ազոր է բերդել, այ մենք իմ դասա է մեր երկ։ Մենք արդեն գիտենք հայրենի բոլոր տարերը, այ ուբենի տարերը հայրենիքի զինվորներ են, ինչպես և ես խիզախ կլինեմ նրանց նման ու նրանց պես ճշմարտախոս։ Հայերենն իմ լեզուն է գանձը, առանց հայերենի չէր լինի հայ ժողովուրդը, ուրեմն և Հայաստանը։ Մենք պետք է անաղարտ պահենք մեր ոսկեղենիկ մայրենին, պիտի սիրենք ու փայփայենք մեր հոգու լույսը։ Այսինչ այստեղ կատարվում ես լռությունն եմ, ոչ մի ձայն, ոչ մի բառ, թող աշխարհը լուր մնա։ Ամեն տարի այս երեխաները մի քանի բան են սովորում ու գալիս այստեղ աղմկում, իբրև բան եք սովորել, եկեք տեսեք, կարծես ուրիշ բան գործ չունեն, իրենց աղմուկով էլ ինչ շեղում են, իմ կարևոր գործից, խորը, անուշ քնից։ Ես պետք է մի բան մտածեմ, հոգնել եմ այս աղմկոտ երգերից, խինդ ու ծիծաղից, ուզում եմ բոլորը լռեն կամ քարանան, հակառակ դեպքում այս ձայներից կգժվեն։ Մտածեցի, ես կգողանամ մի քանի տար և նրանց կփակեմ իմ նկուղում, առանց տարերի խոսք չկա,
է բացակայությունը։ Լավ, գնացինք։ Այստեղ է մեզ հող մաշտոցը, այժմ գիրքդ բացիր ու ինձ լսիր և բոլոր տառերը սովորիր, քանի որ հենց տառերով ենք ասում վարեր, անպայման կրկնիր ինձ հետ տառերը, թե ինչ պատրաստ ես, գնացինք։ Հայոց
չեմ կարող, տեսեք ինչ գեղեցիկ կարող եմ պարել։ Լավ, շատ լավ ես պարում, միայն խնդրում եմ օգնեք մեզ։ Կներեք, այնպես բարկացա չներկայացա, ես ծառն եմ և սկսվում եմ ծտարով։ Ես ծառն եմ բակում կանգնած, կանաչ, հպաղ ու բացացած։ Սիրեք ինձ, փոքրիկ բարեկամ, ճյուղս մի կոտրեք, երբեք, ես կյանք եմ տալիս աշխարհին, ձեզ մաքուր օդ ու ժպիտ, իսկ ինչով կարող եմ օգնել։ Այսօր մեր այբենարանի հանդեսն է, եկել են շատ հյուրեր, ծնողներ, բայց ձերքի ժամանակ կորան մեր տարրերը, առանց նրանց մենք հանդեսը շարունակել չենք կարող։ Տիտիկը թրջելիս նկատել է, որ նրանք խոսում են չանդանցյան հետ, երևի ինձ նա է տարել մեր անգին գանձերի, բայց նա չի տեսել, թե որ կողմն է նրանք գնացել, կարող է դու տեսած լինել և օգնես մեզ։ Այո, տեսել եմ, ոչ թե ուրիշների նման միայն պարում են և ուրիշներին թերահավատորեն նայում, պարել չգիտի, նրանք գնացին այն կողմ, բայց եթե ոտքով գնանք, մյուս տարի նոր կհասնենք, մեր նախակրթարանի երեխաների հետ այբենարանի հանդես կանենք։ Ինչ ես խոսում այդան, մենք մյուս տարի կդառնանք երկրորդ դասարան։ Ուրեմն ձեզ պետք է այբուբենի հրաշքը տառերի թագուհին։ Բայց չեմ կարծում որ դա կօգնի։ Ես ասեմ, մի ծաղկով գարուն չի գա։ Ուսուսի որ տանք, սարեր շուր տղա։
լվանում, երկուսը, երես։ Շնորհակալություն, Սելի, հետո մեզ շատ օգնեցիք։ Երրորդ առաջադրանքը կարծում եմ ամենաբարդն է։ Մենք բոլորս պետք է երգենք, պետք է խնդրենք մեր սիրելի հյուրերին երգել մեզ հետ միասին, որ մեր ձայնը բարձր հնչի և չքանա լռությունը։ Bye.
Նկարահանող խմբին այս ռոլիկները պարբերաբար տարածել, որովհետև հասկանում ես, որ փրկված ենք, որ ունենք ապագա, մեր հույսը դուք եք, սիրելի փոքրիկներ։ Շնորհավորում եմ բոլորիդ, ձեր կարևոր կյանքի օրվա արդիվ, որովհետև ես կարծում եմ մեր կյանքում ոչ միայն ծննդյան տոներն են կարևոր կամ ամանորը, ինչպես մենք բոլորը սիրում ենք, այլ հենց այս տեսակի օրերը, երբ որ մենք ոչ թե ավարտեցինք, այլ հակառակը մուտք գործեցինք գիտելիքի հզոր աշխարհ, որտեղ պետք է էլ ավելի ուժեղանանք, այս ձեր զորեղությունը, ձեր այս հայրենասիրական ոգին, որ այսպես բեմից ուղղակի տարածվեց ամբողջ դահլիճում, պետք է հասնենք իր վերջնակետը։ Ճիշտ եմ, չէ՞։ Ապրեք բոլորս, ընկեր Թորոսյան ջան, եկեք առաջ, շնորհավորում եմ ձեզ, շնորհակալ ենք, ես համոզված եմ, որ ձեր համբերատարության, ձեր տքնաջան աշխատանքի և մանկավարժի որոշ նախանձախնդրության շնորհիվ մենք այսօր ունեցանք երեցիկ երեկվող, որը վերջում այսպես շատ բնորոշ էր մեր դպրոցի հայրենասիրական օտարով ավարտեց, որի համար անչափ շնորհակալ եմ։ Շատ կարևոր է, որ երեխաները այո միշտ դաստիարակվեն հայրենասիրական բարձր ոգով։ Եվ ես այսօր հիացած եմ ոչ միայն նրանով, որ այդ ամեն ինչը կար, այլ որ աղջիկներից էր ավելի շատ ծորում, հոսում, ապրեք, դուք մեր ազգի են մայրերն եք, որ պետք է մնենք հաջարի զինվորներ, որ մեր հայրենիքը պիտի միշտ պանծա, ցնծա, ապրեք, շնորհակալ եմ բոլորիցս շատ։ Այսօր իր համար է տոն և մենք բոլորս հիացած ենք իր կատարած իրերի գնողներ, ձեզ էլ եմ շնորհավորում, որովհետև ձեզ համար ևս շատ կարևոր օր է։ Ձեր երեխաները իրենց կյանքը կարևորում են գիտելիքի ճանապարհով։ Ես ցանկանում եմ, որ դուք երբեք խնդիր չունենաք իրենց մեծացնելու, ուսումնառության, ընդհանրապես կյանքի ճանապարհում հասնեք ձեր երազած բոլոր կարևոր իղձերի կատարմանը։ Շնորհակալ եմ բոլորիցդ, որ այսօր այստեղ եք։ Շնորհավորում եմ մեզ բոլորից, բոլոր վաղաճանականներին, շատ շեշտեցիք, ինձ այնքան հաճելի է դա լսել։ Դուք իսկական մեր դպրոցի իսկական սաներն եք, որովհետև երբեմն չարաճճիություն եք անում, երբեմն ջղայնացնում եք, բայց եթե չլիներ
ընկեր Թորոսյանի այդքան մեծ համբերատարությունը եւ ձեր ցանկությունը, դուք այսօր այսպես հիանալի ակադեմիական ոճով չէիք ներկայանա, պիտի ասեմ, գծած, շատ լավ, ապրեք։ Ոչինչ, որտե՞ղ։